Էլեկտրականությունը ֆիզիկայական գիտություն է, որը զբաղվում է էլեկտրական դիցքերի շարժման, ազդեցության և փոխակերպման ուսումնասիրությամբ։ Մարդոտեխնիկական և գիտական զարգացման մեջ էլեկտրականությունը հսկայական դեր է խաղում։ Այս տեսանյութում մենք կքննարկենք մի շարք կարևոր հասկացություններ՝ հոսանքի ուժ, լարում, դիմադրություն, կոնդենսատոր և հաղորդչի դիմադրություն, որոնք էլ էլեկտրականության և էլեկտրական շրջանի հիմունքներն են։ Կոնդենսատորն էլեկտրական սարք է, որը կարող է կուտակել և պահպանել էլեկտրական լիցքը։ Կոնդենսատորի աշխատանքը հիմնված է երկու հաղորդիչ ցլակների միջև դիէլեկտրիկ նյութի առկայության վրա։ Այս սարքը ունի որոշակի հզորություն, որը ցույց է տալիս, թե որքան լիցք է կուտակվում 1 վոլտ լարման դեպքում։ Կոնդենսատորները լայնորեն օգտագործվում են էլեկտրական և էլեկտրոնային սարքերում, ֆիլտրացիայի, էներգիայի պահպանման և ազդանշանի փոխանցման նպատակով։ Հաղորդչի դիմադրությունը կամ նյութի հատուկ դիմադրությունը ցույց է տալիս, թե որքան դիմադրություն է առաջարկում տվյալ նյութը հոսանքին։ Յուրաքանչյուր նյութ ունի իրեն հատուկ դիմադրությունը, որը կախված է նրա կառուցվածքից և բաղադրությունից։ Հաղորդչի դիմադրությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն որոշում է, թե ինչքան էներգիա կխլի այդ տվյալ նյութը էլեկտրական հոսանքի անցման ժամանակ։ Մեր օրերում լավագույն հաղորդիչները, օրինակ պղինձն ու ալյումինը, թույլ են տալիս հեշտությամբ անցնել հոսանքին։ Այս ամենը ենթադրում է, որ էլեկտրականությունը ոչ միայն հիմնարար գիտություն է, այլև հսկայական նշանակություն ունի մեր օրերի տեխնոլոգիաների մեջ։ Հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը, կոնդենսատորները և նյութերի հաղորդչի դիմադրությունը հանդիսանում են էլեկտրական շղթաների հիմք։ Այն բնագավառի ըմբռնումը տալիս է այն հնարավորությունը, որպեսզի գիտնականներն ու ինժեներները ստեղծեն նորարարական սարքեր ու համակարգեր, որոնք լիարժեքորեն օգտագործում են էլեկտրական էներգիան։